Հարգելի նախագահ, հարգելի խորհրդարան, այսօր մենք քննարկել ենք եւ ավարտում ենք քննարկումը մի փաստաթղթի, որը ես համարում եմ կարևորագույններից մեկը նորագույն Հայաստանի պատմության ընթացքում։ Եվ մենք բոլորս պատիվ ունենք մասնակից լինելու այդ իրադարձությանը, լինելով նաեւ մասնակից եւ որոշում ընդունելու հնարավորություն։ Ուզում եմ տեղեկացնեմ ձեզ, որ այս ելույթը ես ունենում եմ միավորված աշխատանքային կուսակցության անունից եւ ներկայացնում միավորված աշխատանքային կուսակցության տեսակետը իմ գործընկերները մեր քաղաքական խմբակցությունից, քաղաքական խմբակցության անունից ելույթի ժամանակ կներկայացնեն ՎՀԿ խմբակցության տեսակետը։ Միավորված աշխատանքային կուսակցությունը միանշանակ պաշտպանում է եւ կողմ է այս համաձայնագրին եւ այս միությանը։ Կուսակցության տեսակետը արտահայտեցի, անցնեմ ելույթիս գեղարվեստական մասին։ Մի քանի օր առաջ մենք հանդիպում էինք Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի հետ եւ շատ հարգարժան դեսպանը արեց մի արտահայտություն հանդիպման ընթացքում։ Մեր համար, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ արևմտյան երկրների համար անակնկալ էր սեպտեմբերի 3-ի նախագահի որոշումը, սակայն մենք հասկանում ենք այդ որոշումը ընդունելու դրդապատճառները։ Ես կուզենայի ճշգրտել հետևյալը, հասկանում են, թե գիտեն, դրանք տարբեր բաներ են, որտեվ հասկանալը դա ընդհանրապես մտավոր process է, գիտենալը դա կոնկրետ ստույգ իրադարձությունների, փաստերի վերլուծության վրա արված հետևություն։ Մեր գործընկեր պարոն Շարմազանով իր ելույթի ժամանակ շարադրեց որոշ դետալներ մեր համագործակցության հնարավոր տնտեսական եւ ռազմաքաղաքական հարաբերությունների պայմանավորվածության վերաբերյալ։ Այսինքն նա իր ելույթի ընթացքում նաև նշեց մի քանի ուղղություն, որը որ ասում է այն մասին, որ այդ փաստերի առկայությունը արդեն բերում է մեզ գիտենալու դաշտին։ Ես որպես մարդ, որը որ անվերապահորեն այդ ուղղության կողմնակից եմ, կցանկանայի, որ այս որոշումները դրվեր համաժողովրդական քննարկման եւ լիներ ժողովրդի կողմից տրված գնահատական, այսինքն լիներ հանրաքվեով որոշվեր։ Այդ դեպքում շատ ավելի քիչ կլինեին այն հնարավոր շահարկումները, որը որ այսօր կա, սակայն չի եղել դա, անցնենք։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել Հայաստանի նորագույն պատմության տնտեսությանը վերաբերող մի քանի միֆեր եւ առասպելներ, լեգենդներ եւ առասպելներ, որը որ մշտապես եղել է մեր երկրի տնտեսական կյանքի ուղեկիցը եւ անընդհատ եղել է մարդկանց ուղեղները շփոթելու եւ զբաղեցնելու գործիքներից մեկը։ Այդ միֆերի եւ առասպելներից են օրինակի համար, եթե մի քիչ հեռվից սկսենք, համաշխարհային առաքելություն իրականացնող ազգի ֆորմատը։ Ես հասկանում եմ, որ ասենք, երբ որ այդ թեզի հեղինակները հնչեցնում են այդ թեզը, իրանց ամենավատ երազներում էլ չէին պատկերացնում, որ այդ համաշխարհային առաքելություն իրականացնելու ընթացքում հայկական պետականությունը իր ժողովրդին բերելու էր, հասցնելու էր աշխարհի 10 թշվառ երկրների ցուցակի մեջ։ Մյուս լեգենդները, որոնց որ հիմա հերթականությամբ կասնեմ, դրանք հետևյալն էին. Նայրիտի վերագործարկում, Կիրովականի քիմիական կոմբինատի հենց SAS շահագործում, SAS ինվեստորը, մյուս ինվեստորը, հայկական աշխարհի կառուցում, Դիլիջանը միջազգային ֆինանսական կենտրոնի վերածում, երկրին կերակրել են, բնակչությանը կերակրել են լեգենդներով, առասպելներով կուշտ չես լինի, կուշտ լինելու համար աշխատել է պետք։ Իսկ աշխատելու համար պետք է լինի հնարավորություն։ Ինչ հնարավորության մասին է խոսքը։ Գաղտնիք չի, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը դարել է առևտուրը։
Առևտրում որևէ նոր հանրային բարիք չի ստեղծվում։ Առևտրում ընդամենը տեղի ունենում սեփականության վերաբաշխում։ Շատերի գրպանից տեղափոխվում է մեկ այլի գրպանը։ Հանրային բարիք ստեղծելու, նոր արժեք ստեղծելու ուղին է միայն բարեկեցության գրավականը, միայն։ Բերեմ ձեզ մի ցայտուն օրինակ, որը այդ հետազոտությունը ամեն մեկը կարա իր համար անի։ Վերցնում եք, վերջի 10 տարվա օրինակի համար Հայաստանում հրապարակված Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը եւ ասենք օրինակի համար վերլուծում եք, թե ովքեր են այդ ցուցակի մասնակիցները։ Հանրային բարիք նոր բան ստեղծող ընկերություններ մանրադիտակով կարող եք գտնել այդ ցուցակում, որովհետեւ ցուցակի առաջատարները միշտ կամ գազ վաճառող ընկերություններն են, որը որ ներկրում է այլ երկրից գազ եւ իրացնում է, կամ օդ վաճառող ընկերություններն են, այսպես կոչված տրաֆիկ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունները եւ մասնակի բացառությամբ էլ ասենք հանքահումքային ռեսուրս արտահանող ընկերությունները։ Ես այդ ցուցակում ինձ պատկանող ընկերություններից մեկն էլ այդ ցուցակի մշտական մասնակիցը, տասնյակի կամ 20-յակի։ Բայց իմ ընկերությունն էլ է զբաղվում ներկրումով, ուրիշ տեղում ստեղծված հանրային բարիքի իրացումով։ Հիմա եկել այն ժամանակը եւ այն հնարավորությունը հարգելիներս, որ մենք կարող ենք խոսալուց անցնել գործի, որտեղ խոսալով կուշտ չես լինի, խոսալով նոր հանրային բարիք չես ստեղծի, եթե դու հրապարակախոս չես, այսինքն քո մասնագիտական գործունեությունը հրապարակախոսությունը չի։ Եկել է այն ժամանակը, որ մենք կարող ենք իրականացնել տնտեսական էքսպանսիա բառը չօգտագործեմ, տնտեսական ներթափանցում այլ երկրների տնտեսական տարածք։ Ինչա պետք դրա համար։ Դրա համար պետք է երկու կարևորագույն նախապայման։ Առաջին նախապայմանը տնտեսական ջիղ աշխատելու ցանկություն եւ երկրորդը որ պետությունը չխանգարի։ Չխոչընդոտի, որովհետեւ մենք ականատես ենք եղել պետական համակարգերի կողմից տնտեսության մեջ շատ ակտիվ մասնակցության ներթափանցման։ Այդ ներթափանցումն ու մասնակցությունը չգիտես խի միայն բացասական հետևանքներ է ունենում։ Իմ կոչը հետևյալն է, որ այն արտադրական հզորությունները, այն հիմնական ֆոնդերը, որոնք որ դեռ մնացել են Հայաստանում, վերակենդանանալու հնարավորություն ունեն։ Մնացել են որոշակի արտադրական կոլեկտիվներ, որոնք որ կարող են սկսել արտադրական նշանակության արտադրությունը, մի քիչ տավտալոգիա երևի ստացվեց, եւ մասնակցեն 175 միլիոն սպառող ունեցող շուկայում նոր դիրքավորմանը։ Կարծում եմ, որ դրանից ավելի լավ հնարավորություն մենք չենք կարող տալ մեր քաղաքացիներին, հատկապես այն քաղաքացիներին, ովքեր որ աշխատելու ցանկություն ունեն, ոչ թե խոսալու, այլ աշխատելու, ոչ թե տարբեր մեկնաբանություններ, այլ աշխատելու, իրենց քրտինքը վերածելու ռեսուրսի, այդ ռեսուրսի օգնությամբ իրենց ընտանիքների եւ իրենց հայրենիքի բարեկեցությունը բարձրացնելու ուղղությամբ։ Հարգելիներս, կարծում եմ, որ մենք այսօր վավերացնելով այս պայմանագիրը հսկայական եւ երկարաժամկետ ռեսուրս ենք տալիս մեր հայրենիքին տնտեսական գործունեություն ծավալելու եւ աշխարհին ու մեզ ապացուցելով, որ մենք վերջիվերջո չենք վերածվել ոչ գործունյա ազգի, այլ հնարավորություն ունենք շարունակելու այն ճանապարհը, որով անցել են մեր պապերը եւ հայրերը, որոնք որ շենացրել ու կառուցել են այս երկիրը եւ որի այս վիճակին բերելուն մենք ունեցել ենք մեր անմիջական մասնակցությունը։ Կարծում եմ, որ ժամանակն է դասեր քաղելու մեր նորագույն պատմությունից, հետևություններ անելու եւ գնալու այն ուղղությամբ, որը որ միակն է մեր ազգի, մեր էթնոսի պարագայում ստեղծել, արարել, մասնակցել, դիրքավորվել։ Սա է մեր միակ հնարավորությունը։ Շնորհակալություն ուշադրության համար։